անեք։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու համար։ Նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ շուրջին ազատատար դրածների համար։ Հիմա էլ չէ։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Պարոն Գրիգորյան, հայտարարում այդ մասին ինչ որ կաշկանդում կա, որ հիշեք թեկոս։ Կաշկանդում չկա, դուք ասում եք տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Չէ։ Ազատագրումը տոն չի։ Չէ, դուք ասում եք եռատոն է, եռատոնի մասով եք ասում, եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են։ Պարոն Գրիգորյան, վարչապետը այժմ Ռուսաստանում է, երկկողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված է թե ոչ, եւ այս օրերին շատ խոսվում է Հայաստանում ինչ որ հիբրիդային պատերազմների մասին, ակնարկվում է նաեւ, որ դրանք հեղինակվում են ռուսական կողմից, որքանով են լուրջ այդ գործողությունները եւ արդյոք Փաշինյանը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Հիբրիդային պատերազմը չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում, դրա մասին եւի խոսում է 2018 թվականից, երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ մամուլի ծառայությունը եւ վարչապետի եւ Կրեմլի դրա մասին կխոսեն, եկեք ես դրա մասին չխոսեմ, օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն եւ ինչ նպատակահարմար կգտնեն, հրապարակային կներկայացնեն։